Վանաձորի Ազատ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին միջոցառում նվիրված հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանին ու նրա ստեղծագործություններին, որը կրում էր հանդիպում Վահան Տերյանի հետ խորագիրը։ Միջոցառման նպատակն էր երեխաներին ավելի մոտեցնել քնարերգությանը, նրանց հոգին մաքրել գրականությամբ։ Եվ մոտենում այս կամձարք ես տալի նրան, հոգին ավելի քան ծաղիկները վախենում է կրտիքից ու բռնությունից։ Իմ ներամարտությունն էր ինչ-որ տևական, տանջալիորեն երկարատև ինչ-որ թախից է, անեզրական թախից։ Բայց չէ, որ միշտ էլ երազ էր միայն պայծառ պատկերդ այս անապատում։ Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել։ Ես ամենուրեք քեզ եմ որոնում։ Դու երազների լույս է օրանում, անուտ, որ գուցե բնավ չես եղել։ Քեզ իմ կարոտիկը սկիցն է վառել երազանքներում իմ նվիրական։ Կյանքիք ու խոշ գուրանքներից մարդիկ են զինկել, ու սիրտը մարդիկ անգութ ու մռայլ չարությամբ լցրի։ Ես որոնում եմ ինձ նմաններին։ Խոսքեր կան լեզվում քո նայրական, կարծես նրբաթեր լույսում ես ուրկան, իսկ եթե միության զուգարով և այս հողմագոծ աշտան գիշերում քո լույս աչքերից մաղելով գալու մի փափուկ մի սուրբ ջերմացնող կրակում։ Վահան Տերյանն այն գրողներից էր, ով կարողացավ յուրովի ներկայացնել աշունը, սերն ու թախիծը։ Իսկ թիվ 18 դպրոցի աշակերտները փորձել էին նորովի եւ իրենց հոգեհարազատ ոճի մեջ ներկայացնել մեծ սիրերգակ Վահան Տերյանի կենսագրությունը։ Վահան Տերյան բոլորս գիտենք նրա բոլոր գործերի մասին եւ ահա հիմա բոլորով այսօր միացած համրես ասում ենք մենք Տերյանին, սա տաղանդավոր քնարերու Վահան Տեր-Գրիգորյանին, Գանձադյուրում ծնվել է նա հոգեվորականի ընտանիքում, յուղի ծխական դպրոցում ստացել գրություն։ Դպրոցի ուսուցչական կոլեկտիվը եւս կարևորեց այս միջոցառումը, նշելով, որ նմանատիպ միջոցառումները բարձրացնում են աշակերտների գեղագիտական ճաշակն ու նրանց ավելի են մոտեցնում գրականությանը։ Ավանդույթ է դարձել այս բեմահարթակից ինքնադրսևորման մի ձև է սա, որ երեխան, աշակերտը կարողանում է ինքնադրսևորվել, մասնակցել բեմականացված դասերին։ Սա թեմատիկ մի դասական պոետի ներկայացում էր։ Վահան Տերյանը ջինջա իր երկրի նման։ Այս միջոցառումը կրկին ու կրկին ապացուցեց, որ մարդը ապրում է մեռնելուց հետո։ Եթե նրան հավերժական անմահություն է տրվում, դա տրվում է արդեն ժողովրդի կողմից, տրվում է արդեն մարդկանց կողմից, որոնք ընկալում են արվեստը, ընկալում են բանաստեղծությունը։ Թիվ 18 միջնակարգ դպրոցը այդ օրը թեկուզ եւ ժամանակակից լուծումներով ու տերյանական նորովի մեկնաբանություններով շնչում էր Տերյանով։ Տաթևիկ Ղազարյան, Նարեկ Մարուքյան, Միք հեռուստաընկերություն։